մենք մեր անենք, էլի, մենք մեր քննարկումը դնենք, մեր քննարկման առարկաների մեջ էլ նորից խորանանք եւ մատուցենք ձեզ, որ նաեւ ձեր ֆունկցիաներն արտնանան ու դիտարկումները, վերլուծությունները անելու հետո կոնկրետ գործողություններ անցնենք։ Օրինակ ես վերջերս են արայան կոչված են կայզոլը, այս էլի հաղորդա լրատվական կոչվածներին, որոնք ինձանից փախնում են, իսկ սրան վազելով գալիս եմ, այսպես, այնպես եւ այսպես, դուք ինչ եք մտածում եք, իմ բոլոր գաղափարները, տեսակետները, բանաձևերը ներկայացնում է, որպես իր մասնավոր, իր ուղեղային, ոնց որ ասած, տեսակետ, բայց հիմա մենք անդրադարձ կատարենք այն խնդրու առարկաներին, որը մեզ համար այսօր առաջնային է։ Նախ, սենց ասեմ ձեզ, օրինակ ես հեսա փաստացի ձեզ ներկայացնեմ, որի վերաբերյալ եւս, էլի, կան համապատասխան փաստերը։ Ահա, հեսա մի րոպե։ Հեսա, այս կվիտանցիաներն, անդորագրերն, ստեղից մոտիկի ցույց տա, հա, սենց։ Նախ գլխավոր դադաղազին, պատճենհակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, քննչական կոմիտեին, ԱԱԾ տնօրենին, նախագահի պաշտոնակատար Ռոբերտ Սիմոնյանից եւ հանցագործության մասին հայտարարություն։ Ուրեմն բունեությունը ինչու՞մն է կայանում։ Բունեությունը հեսա դες ներկայացնեմ կոնկրետ դուք էլ տեղյակ լինեք ու համապատասխան վերլուծություն անեք։ Так, ուրեմն Ալմաթայի հռչակագիրը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից, որով արդեն իսկ ճանաչվել է միմյանց տարածքային ամբողջականությունը ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը։ Ուրեմն, այսինքն արդեն իսկ 1991 թվականի ճանաչվել է Արցախը որպես գոյություն ունեցող Ադրբեջանի տարածք։ Ուշադիր լսեք։ Ուրեմն կարդանք դալշե։ Այսինքն 1991 թվականից մեր ոսկե սերուցքին ցեղասպանեցին, իրականում գենոցիդի ենթարկեցին։ Ցեղասպանեցին զորակոչիկներին, նվիրյալ անձանց տարել են Ադրբեջանի տարածք ըստ իրենց ամրագրված փաստաթղթեր կոչվածի Ադրբեջանի տարածք զոհաբերելու, գենոցիդի ենթարկելու, որպես վարձու վարձկաններ 35 տարի ՀՀ պետբյուջեն ֆինանսավորել է փաստացի Ադրբեջանի տարածքները։ Այսինքն հանդիսացել է Ադրբեջանի դոնորը, որը Արչին բանկի միջոցով, որը հանդիսանում է Ռաուֆ Սեյդօղլու սեփականությունը, որը ապօրինի անօրինական կարգով զավթել է, հափշտակել է, սարքել է իր սեփականությունը, որը իրավունքը ընդհանրապես որևիցե մեկը չունի, որովհետև ես մի հատ նորից անդրադարձ կատարեմ, հա, ինչի որովհետև, հա, ուրեմն ցանկացած process, որը պահանջում է բանակցային տալ առնելու, առևտրի առարկա դարձնելու եւ այլն, դա հիմնավորված պետք է լինի իրավասուբյեկտության վրա, այսինքն մարդու համակարգի պետություն կոչվածի, հա, իրավասության շրջանակների մեջ, որը ստանձնում է որոշակի իրավասություն լիազորություն, իրավասուբյեկտություն, որ նշված առարկայի կամ իրի կամ տարածքային խնդրու առարկաների կամ ինչ օբյեկտի վերաբերյալ ինքը մտնի իրավահարաբերության մեջ ինչ համակարգեր, ինչ ձեր կարծիքով, ձեր գիտակցությամբ պետություն կամ ես իմ ինչի հետ, որի իրավասությունը, լիազորությունը ստանձնելով բանակցի, վաճառի, տա առնի, բայց ինչպես գիտեք, պետությունը որևիցե մեկի սեփականությունը չի։ Եթե պետությունը որևիցե մեկի սեփականությունն է,
ապա դրա վերաբերյալ պիտի ըստ ձեր գիտակցության, ինչպես սպորնիկներ ասում, կադաստրային վկայական պետք է արկա լինի, սեփականության վկայական, որով նշված երևույթը ըլի պրեզիդենտ, ըլի վարչապետ, ըլի նախարար, թե եսի ինչի գլուխ։ Նա պետք է դրա իրավասությունը ունենա, որ նշված առարկայի ապրանքի, տարածքի եւ այլ խնդրու առարկայի վերաբերյալ համապատասխան իրավահարաբերության մեջ մտնելով վաճառի, բանակցի եւ այլ։ Եթե նա նշված առարկայի, ապրանքի կամ տարածքի իրավասությունը սեփականության իրավունքը չունի, ապա որևիցե մեկը ըլնի Խերժով, ըլնի Ռաուֆ, ըլնի Քոր, Վզգո, Թեմիրճյան, Փաշողլի կամ մնացած պոռնոզավակներ, որևիցե մեկը դրա լիազորությունն ու իրավասությունը չունի, ինչպես նաև ուշադիր լսեք, որ վերցնեն փլուզվել է, այլևս գոյություն չունի, դրա իրավունքը որևիցե մեկը չունի, ըլնի Արկադի Ղուկասյան, ըլնի եսի ինչ պոռնո երևույթ, նախագահ, վարչապետ կամ ինչ, որևիցե մեկը իրավունք չունի։ Փաշողլին որ ասում է տարածքը տանք, ճանապարհ կտամ, Փաշողլին ու կլերի գանդոնն է, լսում եք, կամ Քորը որ ասում էր, կամ Ռաուֆը որ ասում էր, ես մտել եմ բանակցությունների մեջ, մի որոշակի Ղարաբաղցի գանդոններ են, ասում են, բա մեր նախագահն այսպես ասեց, մեր նախագահ, լսում եք արա այ գանդոններ։ Եթե դու գանդոն եք ձեր իրավական, ֆիզիկական էության, ապա գնացեք ձեր գանդոնական աշխատանքը տարեք, քտներդ չկոխեք են միջավայր, են հանգամանքների մեջ, որտեղ ձեզ համար այս ոնց որ ասած չինական տարերով գրված ինչ գրություններ են կամ ինչ գործողություններ են, որի իրավունքը որևիցե մեկը չունի, չունեն նաև ոչ Խերժոն, ոչ Ռաուֆը, ոչ Քորը, ոչ Փաշողլին, ոչ էլ իրանց համակարգերը։ Ես դա ձեզ կոնկրետ հիմնավոր կերպով ասում եմ, որևիցե մեկը չունի եւ չի էլ կարող ունենալ։ Դա մեր ազգի, մեր երկրի, մեր Արմենիայի սեփականությունն է։ Ու խերս կծծի որևիցե մեկը կամ ծծում է Ախմեդների հետ, Ամերիկաների հետ, Եվրոպաների հետ, Ֆրանսիաների հետ, որ որևիցե մեկը առևտուր է անում, կամ մտածում է տա, չտա, կտամ, չեմ տա, խերս կծծեք ձեր ընտանիքներով հանդերձ։ Գանդոններ, ես ես վերջի անգամ ձեր վրա ժամ էի դրել, ձեր վրա դրել էի 15:00, որ դուք վերջնաժամկետին գաք ներկայանալ, ես ասեցի մենակ եմ գալու, դեր ամբողջ sense թիմակիցներով, դատախազությունով, ԱԾ-ով, քննչականով, հակակոռուպցիոն կոչված գանդոններով, կուսակցական թեմով, քաղաքակետներով ու մնացած կլլերի գանդոններով, Քորով, Փաշողլիով, Ռաուֆով, Խերժոյով ու ձեր ոնց որ ասած թիկնապազ, լրագրող, մռագրող, միջազգային կառույց կոչվածներով, որևիցե մեկը չեկա, որովհետև բեռնումները տալու ու հանեի սաղի տրաս, գանդոններ, դուք սաղդ էլ տրասի գյոթեր եք, ընես որ դրանից հետո որևիցե մեկը մեյդան չգա, չասի ես եմ տալիս, լուծարել եմ ես, դուք կլների գանդոններ, դուք ով եք լուծարեք կամ չլուծարեք, հա որրատուն է, պետությունները ըստ ձեր գիտակցության ըստ միջազգային նորմեր կոչվածի բանաձևերի ինքնորոշման իրավունքն է գործում, հա, ամբողջականության եւ ինքնորոշման։ Եթե պետությունը ստեղծվում է ինքնորոշման հիման վրա, ում ինքնորոշման, ազգի, չէ, ազգի ինքնորոշման, ժողովրդի չէ, ժողովուրդը սխալ են ներկայացրել, որովհետև ժողովուրդների մեջ մտնում է տարբեր կրոնական, հոգևոր, նաև այլ տարբերակներով ամրագրված պատկանելություն։ Ենթադրենք գյոտնա, մանկապիղծնա, պիդռնա եւ այլն։ Ուստի եւ թուրքը ադրբեջանցին ոնց կարող է պատահի մեր հետ ընդհանուր ինչ-որ գաղափար ունենա, ընդհանուր պատկանելություն ունենա, հա? Չունի, չի կարող ունենալ եւ չի էլ ունենալու։ Հիմա ուստի եւ ազգինն է ինքնորոշման իրավունքը, ազգն է որոշում, իսկ ինչ է նշանակում ինքնորոշում։ Ինքնորոշում նշանակում է, որ
ինքն էր որոշում իր կարգավիճակը, արտաքին, ներքին, քաղաքական, մշակութային, ավանդական եւ այլ։ Այլ ոչ թե մի հատ կլերի գանդոն, փաշողլի, խերժո, ռաուֆ, քոր կամ ինչ-որ ազգային ախորի դեպուտանկ կամ կուսակցական պիդերներ, որևիցե մեկը նշված իրավունքը չունի եւ որևիցե մեկը չի էլ կարող ունենալ։ Նենց որ իսկ են Ղարաբաղցի կոչվածները, որ մտնում են ասում են ես իմ ինչով նա որ եկել է թալանել է, այս 35 տարվա ընթացքում 35 չէ, 21 թվականից մինչև օրս, 15 թվականից մինչև օրս, որ թալանվում է, որ ներկայացում է որպես ինչ խնդիրներ, դրանցից որևիցե մեկը նշված խնդրու առարկաների իրավասությունն ու լիազորությունը չի ունեցել ու չի կարող ունենալ։ Ազգի, մեր երկրի, մեր տարածքային ամբողջականության, պահանջատիրության բոլոր խնդիրները կախված են միայն մեր երկրի, մեր ազգի հետ։ Այլ ցեղատեսակներ, այլ տեսականիներ, որոնք անվանում են մոլոկաններ, ռուսներ, թուրքեր, ադրբեջանցիներ, որոնք չեն հանդիսանում մեր արմենական ազգի գենետիկ ֆոնդի ներկայացուցիչներ, խերից գլոխը կծծեն։ Լսում եք ոռատուներ, որ որևիցե մեկը ինչ-որ լիազորություն կունենակ կամ իրավասություն կունենակ, որևիցե քննարկման առարկա դարձնելու մեր տարածքները, մեր պահանջատիրությունները, մեր ազգի վերաբերյալ որևիցե խնդիր։ Էս ըտեն։ Հիմա ներկայացվածա, որ 1991 թվականով, արդեն իսկ 1991 թվականով, այս գանդոնները, սկսած Վզգոյով, Քորով, Դեմիրճանով, Խերժոյով, Ռաուֆով, Փաշողլյով արդեն իսկ ծախել են, կուսակցություններով, համակարգ կոչվածներով։ Եվ հետո, լսում եք, դրված է ուրեմն YouTube-ով Ռաուֆի փաստացի ներկայացված իր կողմից ներկայացված պետական դավաճանության փաստը, այս գանդոնները մեկնաբանություններ են գրում, դե հա, բայց չի տվել ինչի համար, որովհետև ոռը բացվել է, որ նշված տարածքները ծախելով, տալով, նա դառնում է պետական դավաճան, դրա համար այդ ամենը իրականացվում էր գաղտնի, որ պետական դավաճանի խարան ու չորտոնածառը ոռը չկոխեին, այ գանդոններ, չի տվել որնա սուկա, նախ նա ով է տա չտա, իրա կանգա ոռնա, տա չտա, այդ ինչ կապիկություններ եք հանում այ գանդոններ, կամ Արցախը լուծարվել է, խերից գլոխը կերել է քունեմ ձեր գանդոն բերանը, խի դրանք ով են լուծարեն կամ չլուծարեն, նորից եմ ասում, ինքնորոշման իրավունքը հանդիսանում է ազգերի սեփականությունը, ազգերի բացառիկ իրավունքը, ազգն է որոշում, այսպես թե այնպես, բայց իմ խերս կծծի այն ազգի ներկայացուցիչ որը մեր տարածքները, մեր ազգի, մեր երկրի սեփականությունը կհամարի գիտես ինչ կա, ինչ-որ բանակցային առարկա, փոխանակման առարկա, փոխզիջման առարկա, խերս կծծեք ձեր ընտանիքներով ձեր բալեկի բերանը քունեմ ես, լսում եք այդ պիդրներ, հերիքելա բոլեկա քունեմ ձեր ագարկա ցեղի բերանը, լսում եք պիդրներ, հիմա, այս ընթացքում մի հատ էլ էս ածը մածիով կզանգեմ, սրանց բեռնումն էլ կլցնեմ, որ ձեզ համար նենց համառոտ պատկան հասանելի լինի, որ ինչ է կատարվում, ձեր նման բառաններ ես լրատվական պուտանկեքը, որ դուրս են գալիս ձեզ խաղարկում են, ձեր ուղեղները լվանում են և ձեզ մատուցում են այն ինչ որ իրանց տերերը պարտադրում են ես տրասի ագարկեքին, սրանց նկատմամբ ևս վաղ մյուսօր կախաղանի ոռները չորտոնածառ կոխելու հիմքերը, որովհետև խեղելով, խեղաթյուրելով այդ ամբողջ իրավական հիմքերը միջոց են հանդիսացնում նաև, որ պատերազմներ հրահարվի, սա միջազգային հանցագործություն է, միջոց են հանդիսանում պատերազմների միջոցով մեր իսկ տարածքները ներկայացնել որպես գոյություն չունեցող Ադրբեջան, նորից եմ ասում, Ադրբեջանը, Ադրբեջան կոչվածը, ում տարածքի վրա է կայացել 1918 թվական կոչվածը